Երևանի գլխավոր հրապարակում վաղ առավոտից ընթանում են առաջին հանրապետության անկախության օրվան նվիրված զորահանդեսի նախապատրաստական աշխատանքները։ Ռազմական տեխնիկան եւ ավիացիան գործի են դրվել զորահանդեսի համար, որը վերջին 10 տարվա ընթացքում կանցկացվի առաջին անգամ։ Հրապարակում նախապատրաստական աշխատանքների ֆոնին պարալիզացվել է քաղաքի երթևեկությունը։ Ողջ Երևանում 10 բալանոց խցանումներ են։ Կիևյան Հալաբյան փողոցներում վթար է եղել, նույն պարալիզացված վիճակում է նաև Միասնիկյան պողոտան, իսկ Խանջյան փողոցը ամբողջությամբ փակ է։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր կստորագրեն։ Այս մասին տեղեկացել են ԱՄՆ պետքարտուղարության ղեկավարի հրապարակած աշխատանքային գրաֆիկից։ Հուշագրի բովանդակությունը չի ներկայացվել։ Ենթադրվում է, որ Հայաստան ժամանող Մարկո Ռուբիոյի եւ արտգործնախարարի հանդիպումը տեղի կունենա հենց օդանավակայանում։ Դրա մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ պետքարտուղարի այցի մասին չէր հայտարարվել։ Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր սկսվել է դատապարտված 15 հայ գերիների, այդ թվում Արցախի նախկին ղեկավարների հանրային պաշտպանների ներկայացրած բողոքների քննությունը, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։ Փաստաբանները պատրաստվում են հայ գերիների իրավունքների խախտումների հարցով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Դրա համար անհրաժեշտ է, որ Բաքուն տրամադրի դատավճիռների ամբողջական տեքստերը, ոչ թե միայն դրանց քաղվածքները։ Բաքվի զինվորական դատարանը փետրվարին ցմահ կամ երկարատև ազատազրկման էր դատապարտել 16 հայ գերիներին, նրանց թվում նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է մի շարք ծանր հոդվածներով, այդ թվում խաղաղության եւ մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության, իշխանության բռնիզավթման եւ այլ մեղադրանքներով։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հարվածներ է հասցրել Իրանի հարավում հրթիռային արձակման հարթակներին եւ մոտորանավակներին։ Այս տեղեկությունը հայտնել է Fox News-ը, ապա հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որն այսօր պատրաստվում է այցելել Հայաստան։ Նեղուցները պետք է բաց լինեն եւ դրանք այս կամ այլ կերպ կբացվեն, ասել է նա։ Ռուբիոն նաև նշել է, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները հետաձգվել են համաձայնագրի ձևակերպման շուրջ առկա անհամաձայնությունների պատճառով։ Ռուբիոին հակադարձել է Իրանը, քանի դեռ ամերիկացիները շարունակում են իրենց ռազմական արկածները, մեր տարածաշրջանում որևէ համաձայնության չեն հասնի, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։ Նա շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը բազմիցս ցույց է տվել, որ հասկանում է միայն ուժի լեզուն։ Ողջունեք $200 նավթին, հեգնել է Զոլֆաղարին։ אנחנו לא מוכנים להמשיך מערכות. Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հայտարարել է, որ անհրաժեշտ է անջատել Լիբանանի էլեկտրականությունը եւ ոչնչացնել ենթակառուցվածքները, հստակ հասկացնելով, որ ահաբեկչության շարունակման դեպքում լիբանանյան կողմը կտառապի։ ולחזור למלחמה. Ըստ նրա, եթե Լիբանանի կառավարությունը չի վերահսկում Հեզբոլլահին, Լիտանիից եւ նույնիսկ Զահրանիից դեպի հարավ ընկած տարածքը պետք է դառնա Իսրայելի անվտանգության գոտի։ Իսրայելի ինտենսիվ օդային հարվածներին նոր ալիքը լուրջ վնաս է հասցրել Լիբանանի հարավային ենթակառուցվածքներին, հատկապես Տյուրոս եւ Նաբաթիա շրջաններում։ Սա տեղի է ունեցել Իսրայելի սահմանային ստորաբաժանումների վրա Հեզբոլլահի անօդաչու թռչող սարքերի հարձակման կտրուկ աճից հետո։ Ցախալը հաստատել է Հեզբոլլահի հրամանատարական կենտրոններին հարվածելու փաստը, նշելով, որ քաղաքացիական զոհերից խուսափելու համար նախապես տարհանման նախազգուշացումներ են արվել։ רק בשבועות האחרונים הלוחמים הגיבורים שלנו Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրամայել է ուժեղացնել հարվածներն ու ճնշումը Հեզբոլլահի դեմ, չնայած ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հրադադարի գործընթացին։ In two wars recently we've lost a total of ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշ երկրների խնդրել է միանալ Աբրահամի համաձայնագրերին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար, գրել է Reuters գործակալությունը։ Այդ երկրների շարքում են Սաուդյան Արաբիան, Քաթարը, Պակիստանը, Թուրքիան, Եգիպտոսը եւ Հորդանանը։ Պակիստանը մերժել է առաջարկը, մյուս երկրներից ոչ մեկը մինչ այս պահը հրապարակավ չի արձագանքել Թրամփի խնդրանքին։ Նշվում է, որ նման առաջարկին դրական արձագանքը քիչ հավանական է, քանի որ Գազայում ռազմական հարձակման պատճառով նշված մուսուլմանական երկրներում Իսրայելի նկատմամբ ձևավորվել է հանրային բարձր անվստահություն։ Թրամփը նշել է, որ շաբաթ օրը խոսել է այդ երկրների, ինչպես նաև Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Բահրեյնի առաջնորդների հետ, որոնք արդեն իսկ ստորագրել են համաձայնագրերը։ Ես վճռականորեն կոչ եմ անում այս բոլոր երկրներին անհապաղ ստորագրել Աբրահամի համաձայնագրերը եւ եթե Իրանն էլ համաձայնագիր ստորագրի ինձ ԱՄՆ նախագահիս հետ, մեծ պատիվ կլինի, եթե Թեհրանը եւս դառնա այս աննախադեպ համաշխարհային կոալիցիայի մասը։ Truth Social-ում գրել է Թրամփը։
Աբրահամի համաձայնագրերը արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթերի շարք է, որը ստորագրվել է Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իսրայելի եւ Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Չիլիում 7.4 մագնիտուդ ուժգնությամբ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այն լուրջ ավերածությունների կամ զանգվածային զոհերի պատճառ չի դարձել, ինչը առաջին հերթին բացատրվում է Չիլիում կիրառվող սեյսմակայուն շինարարության խիստ չափանիշներով։ Այնուհանդերձ աղետի գոտում գրանցվել են մասնակի հոսանքազրկումներ, քարաթափումներ միջպետական ավտոճանապարհներին, վնասվել են հին շինությունները։ Երկրում տեղի ունեցած հայտնի ամենահզոր երկրաշարժը գրանցվել է 1960 թվականին, որն ունեցել է 9.5 մագնիտուդ ուժգնություն։